Պատվաշան դատարան, դատարանության հարգելի մասնակիցներ։ Որպես մեղադրյալի պատասխանատվությունը և ներմացնող ծանրացնող հանգամանքներ սույն գործով արտահայտ չեն։ Որպես մեղադրյալ Աչափանյանի անձը նյութագրող տվյալ գործի քննության ընթացքում պարզվել և դիտվում է նրա կողմից նախկինում դատապարտված չլինելը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտարացման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ ազգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում մեղադրյալին մերձագրվում է դիտավորության սահմանադրական կարգավորումների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարումը։ Ելնելով վերշարադրվածից, պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով, միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աչափանյանի նկատմամբ, որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում, իրեղեն ապացույցները առկա չեն, կիրառված խախտումամիջոցը թողնել անփոխող, մինչև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարույթային ծախսեր առկա չեն։ Շնորհակալություն։